Ինչու ընտրեցիք հեռուստատեսությունը եւ ռադիոն եւ ինչ ճանապարհ եք անցել այդ բնագավառում։ Երազանքս քիրուրգ լինելը։ Բայց ինչ-որ ընդունելության տարիներին մերը ոնց ստացվեց հին դուրս մնացածները, ովքեր չէին ընդունվել, մերը միանգամից ավարտում ենք 10-ը եւ 11։ Ես 11-ում եմ սովորել, ինձ հետ ավարտել են նաև 10-ում սովորողները։ Դուք պատկերացնում եք կոնկուրսը, պլյուս վրացական Վոլգաները, որ բժշկականի դեմը պատկերացնում եք, չէ՞ ինչ եմ ասում, չբացում տեքստը։ Խորհրդային տարիների կոռուպցիայի մասին եք ասում։ Կոնկուրս կանցնի, ուղղակի որ միշտ իմ բան ինքնուրույն եմ եղել, ուղղակի մտորումների մեջ ընկա, բայց համենայն դեպս գործերը տվեցի։ Եվ որ գնում էի արդեն գործերը հանձնելու, հանդիպեցի դասընկերներիս։ Այն ժամանակ Ռասիա կինոթատրոնը չկար, այդտեղ մեծ սիրուն ծառ կար, կողքը շուկաներ։ Ծառը տակ կանգնեցինք, խոսեցինք, իրենք գնում էին կենտրոնական փոստ, որտեղ ընդունելություն կար Օդեսայի ինստիտուտ։ Զգացի այդտեղ կոնկուրսը ավելի քիչ է, անմիջապես բժշկական տեղեկան կար։ Ձեռքիս տակ կար, փոխեցի։ Բանի ու դիմումը բերեցինք, տվեցինք կապի ինստիտուտի համար։ Ես կապի ինստիտուտում քննությունները տվել եմ, ընդունվել եմ, որ արդեն պետք է գնայի, նոր քույրս իմացա, որ գնում եմ։ Սենց ապշեց, ոնց եմ փոխվել։ Պատկերացնում եք ճակատագիր էր։ Եվ այսպես ավարտեցի տեխնիկական բու, Օդեսայից հետ եկա մի պայմանով, որ պետք է աշխատեմ, իմ պահանջը բավարարեցին, որ պետք է աշխատեմ հեռուստատեսություն։ Այդտեղ առաջի գունավոր հեռուստատեսությունը, ոնց որ ասած, իմ ձեռքով անցել, պատրաստել տալը, Հայաստանում գունավոր հեռուստատեսություն չկար, սարքավորումներ չկար։ Մենք Մոսկվայից ընդունում էինք գունավորը եւ վերահաղորդում էինք Հայաստանի համար։ Եվ այդ ընթացքում Հայաստանում կար 4 հեռուստացույց, գունավոր։ Պատկերացնում եք, ես ինչ եմ դա պատմում, որ ցույց տամ տեխնիկայի զարգացումը տարիների ընթացքում, էքսպրոմտ, շատ արագ, սենց ոնց որ սելավ լիներ տեխնոլոգիայի զարգացումը, պատկեր։ Իսկ եթե համեմատելու ունեք մեր օրերի հետ, հնարավորությունների։ Մեր օրերի հետ հեռուստատեսությունը, ռադիոն այն ժամանակ, ռադիոն համեմատաբար թեթև էր տեխնոլոգիան, բանի հետ կապված հեռուստատեսության հետ։ Հեռուստատեսությունը շատ բարդ էր։ Ոնց ասում, այսօրվա դրությամբ այս կամերաները, որ դրված են, դա գտածո է աշխատողների համար։ Քիչ պահանջ են ներկայացնում, լարքի բերելու, որակին հետևելու, ավտոմատիկա է։ Մեր ժամանակ ամեն կամերա կարելի է համարել, որ մի արտադրամաս է, եթե բաց ենք կամերան։ Քանի հոգ էր սպասարկում մի սարքը։ Կամերաները այն ժամանակ բաներ ապարատ այսբեր կոչվում, այսբերներ, տեխնիկական սարքավորումների սրահներ, ամեն բանում 3-4 կամերա էր։ Եվ այդ կամերաները աշխատելուց եթեր մտնելուց հետո, այն ժամանակ տեսագրություն չկար, կենթանի եթեր էր, եւ բոլորի համար էր դժվար, հաղորդավարների, աշխատողների։ Լինում էր, որ հաղորդման վերջում աշխատում էր մի կամերա։ Պատկերացնում եք սարքերի որակը եւ սպասարկումը։ Այս անկյունից կամերան աշխատում էր եթերի վրա, այն անկյունում աշխատում էին աղմուկ չստեղծելով, հասցնել կամերան պատրաստել եթերի, որ հանկարծ այդ վերջի կամերան էլ այսինքն եթերը կանգնում էր։ Մի ուրիշ բան էլ կա։ Ներկա պայմաններում հեռուստատեսությունում խոտան հասկացողությունը մի տեսակ հետին պլան է գնա։
Օտակա գոյություն չունի, որ գնահատի աշխատանքը, որ այսքան խոտան տվեցին եւ այլ, խոտանի համար դուժի ենթարկել, չկա այդ հասկացողությունը։ Մեր ժամանակ մի րոպեվա խոտանի համար կարող էր զրկվել հավելյալ աշխատավարձից։ Բարձությունները։ Եվ այդ վիճակը ստեղծում էր պրպտուն լինել, սովորել։ Հիմքը կար, զարգացումը կախված էր անձից։ Դուք այսօր էլ լուրջ եւ պատասխանատու գործով եք զբաղված։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպես եք կարողանում հմտորեն կիրառել այն գործիքակազմը, այն տեխնոլոգիաները, որ այսօր ձեր երիտասարդ գործընկերներն են կիրառում։ Կիրառելը տարիքի հետ կապ չունի։ Գտնում եմ, որ ամեն մարդ պետք է լավ լինի իր գործի մեջ։ Եթե տեխնիկական աշխատող ես, գործ չունես քաղաքականության հետ։ Ես իմ գործի տերն եմ։ Աշխատում եմ հնարավորինս վնասել մարդկանց եւ վնասվել։ Դա կոչել ինքնապաշտպանություն չի ասի, գիտեք ոնց։ Ապրելակերպը ճիշտ։ Եվ բոլոր ամեն ինչում լինել ճիշտ։ Ցանկացած դեպքում էքսպրոմտ հայտարարությունը սխալ է։ Եվ վնասում է դիմացինին եւ քեզ։ Փորձառությունից ինչ եք տեսնում 21-րդ դարի սերնդին եւ մեզ այսօր ինչն է խանգարում մասնագիտական զարգացում ունենալ, անձնային աճ եւ ընդհանրապես երկրի բարգավաճմանը խոչընդոտող ինչ խնդիրներ եք տեսնում։ Մեր երիտասարդությունը շատ լավն է։ Տեսահորիզոնը ավելի մեծ է, հնարավորությունները շատ, բայց պետք է ճիշտ օգտագործել այդ հնարավորությունները, երբեմն ազատությունը, ոնց են ասում, երբ որ սահման չկա, վազում են, մոռանում են, որ դիմացում կարող է ձոր լինի, ճանապարհը ընդհատվի։ Ինչ ես միշտ շփվել եմ, դուք գիտեք, երիտասարդների հետ, ես շատ եմ սիրում եւ միշտ էլ երիտասարդները հայրեր եւ որդիներ պայքարի մեջ միշտ դա կա, հիմա էլ կա, բայց ես այն դասին չեմ մանում, որ փնովեմ երիտասարդությանը։ Լավն էլ կա, վատն էլ կա, բայց սիստեմը պետք է ստեղծել, որ գերիշխի լավը, որ ազդի վատը պակասացնելու։ Բոլոր ազգությունների մեջ էլ դա կա։ Չի կարելի ասել, որ սենց բոլորը վատ են, բայց այսօրվա վիճակով ես կարող եմ ասել տոկոսային հարաբերություն բերեմ, եթե համեմատեմ առաջվա երիտասարդությանը կրթության տեսանկյունից, կյանքի պիտանելիության տեսանկյունից բանից, եթե առաջվանը գնահատեմ 60%, ես ներկայիս երիտասարդությանը կբերեմ 90%-ի։ Մենք լավ երիտասարդություն ենք, մենք լավ ապագա ունենք, եթե ճիշտ օգտագործենք։ Եթե մարդը ձգտում է սովորելու եւ ամբողջ կյանքում է սովորում, բոլոր ասպարեզներում, նշանակում է տիրապետում է իրականությանը եւ դա նաեւ երիտասարդացնում է մարդուն։ Դա ապրելակերպ է։ Առանց այդ ամեն ինչի ապրելը անիմաստ է դառնում։ Կյանքը եւ միշտ պետք է սովորել։ Մինչեւ վերջի պահը։ Պահը գիտեք որն է։ Ասեք։ Չշտեմ, որ չտխրեք։